Ամերիկա բնակ երգչուհի Լենա Ղազարյանը մեծ ակտիվություն է ցուցաբերում ինստագրամյան հարթակում։ Երգչուհին դեռ տարիներ առաջ բնակություն հաստատեց օվկիանոսից այն կողմ, ապա կառուցեց նաև իր անձնական կյանքը։ Այսօր նա ունի գեղեցիկ ընտանիք, 2 դուստրեր, որոնցից վերջինը ամիսներ առաջ է լույս աշխարհ եկել։ Լենա Ղազարյանն ինստագրամյան հարթակում շատ հաճախ ընտանիքի անդամների մասնակցությամբ հրապարակումներով է հանդես գալիս, սակայն այսօրվա հրապարակումը մի փոքր տարբերվում է մյուսներից։ Երգչուհին ինստագրամյան հարթակում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես են գողերը փորձում իրենց տուն ներխուժել, սակայն նրանց փորձերը ապարդյուն են անցնում, քանի որ անվտանգության համակարգը ճիշտ է գործում։ Երգչուհին հումորային հրապարակում է արել, նշելով, որ եկել էին իրենց Վալենտինի օրը շնորհավորելու։ Նշենք նաև, որ մենք հաճախ ներկայացնում ենք օվկիանոսից այն կողմ գործունեություն ծավալող հայ հայտնիների մասին։ Երգչուհի, դերասանուհի Լիլի Մորտոն օրեր առաջ անակնկալ կերպով հայտնեց այն մասին, որ պատրաստվում է մայրանալ։ Այս լուրը միանգամայն ուրախալի ընդունվեց հանրության կողմից, մարդիկ շտապում էին շնորհավորել երիտասարդ աղջկան այս գեղեցիկ և ուրախալի լուրի առթիվ։ Սակայն Լիլի Մորտոնն հրապարակելով իրենց ուրախալի լուրն ու տեսանյութը, այդպիսով չէր հայտնում, թե ինչ սեռի բալիկ է ունենալու, և միայն րոպեներ առաջ նա ինստագրամյան հարթակում հրապարակումով է հանդես եկել, այդպիսով նաև հայտնելով, որ իրենց ընտանիք նոր աղջիկ է գալու։ Այս լուրը ընտանիքի անդամները մեծ ուրախությամբ են ընդունել։ Այդ ամենը փաստում է նրանց ուրախալի դեմքերը, որոնք երևում են տեսանյութում։ Շնորհավորում ենք Լիլի Մորտոյին, մաղթելով բարի ազատում և առողջ բալիկ։
Ողջույն սիրելիներս, ինչպես եք, ասեցի քանի տոլմա փաթաթելու ընթացքում մի քիչ ժամանակ ունեմ, մի երկու բառով իմ նոր տեսահոլովակի մասին խոսել։ Նախ ուզում եի ասել, որ 2 օրում 500,000 դիտումը դա արդեն շատ արդյունք է։ Իսկ ովքեր չեն դիտել, խնդրում եմ մտեք իմ YouTube-յան ալիք, լայքեք, կոմենտեք, ինչու՞ չէ նաև subscribe եղեք։ Ուզում եմ անցնել բուն թեմային։ Հիմնականում մեկնաբանությունները շատ լավն են, շատ շնորհակալ եմ բոլորիդ արձագանքների համար, բայց բոլոր սոցիալական կայքերում կան քննադատական կոմենտներ, որոնց հիմնական բնույթը այն է, որ ինչու ես չեմ երգում ինչ-որ լուրջ երգեր, ինչու միշտ ինչ-որ թիթիզ, ոչ լուրջ, անլուրջ երգեր եմ երգում։ Սիրելիներս, լուրջ երգեր, այսինքն ինչ եք ուզում երգեմ։ Թամամ աշխարհ բդու դեգա։ Հա, տենց երգեր երգեմ, թե ուզում եմ հասկանալ, այդպիսի լուրջ երգեր եք ինձանից սպասում, թե օրինակ ինչ-որ ադրբեջանա, թուրքական կլկլոցով ինչ-որ երգեր կամ, չգիտեմ, ինչ-որ մուղամ, ինչ եք ինձանից սպասում, ուզում եմ հասկանալ։ Շատերդ ինձ սկսել եք ճանաչել հումորային ասպարեզից, եւ այդ իսկ պատճառով ես այդ նույն թեման շարունակում եմ նաեւ իմ երգերի մեջ։ Հետո ուզում եմ հասկանալ, ինչի եք պարտադիր ուզում, որ բոլոր երգիչ-երգչուհիները լինեն իրար նման, թե արտաքինով, թե երգերի ոճով, չգիտեմ, ինչու պարտադիր պետք է բոլորը իրար նման լինեն։ Ես անում այն, ինչը ինձ դուր է գալիս եւ ինչը ես սիրում եմ։ Եթե մարդիկ կան, ովքեր հումորից հեռու են, կամ հումորից զուրկ են, կամ սիրում են կյանքում միայն ենթադրենք տխրել, չգիտեմ, sense դրամատիկ տրամադրության մեջ լինել միշտ, եթե իմ հետ կապված ինչ-որ post եք տեսնում, ուղղակի թերթեք եւ անցնեք։ Ես այս տարի երազանք եմ պահելու, մի շատ կարևոր երազանք, որ մանավանդ մեր սիրելի հայրենակիցները, մեր սիրելի հայ ազգը միմյանց հանդեպ լինի բարի, կամեցող եւ հանդուրժող։ Այսքանը։ Ողջույն սիրելիներս, ինչպես եք։ Ճիշտ ասած չհասկացա, թե տոլմայի վիդեոն ինչի այդպեսի մեծ աժատաժ առաջացրեց։ Շատերը մտածում են, ես ոչինչ պատրաստել չգիտեմ, ասեմ, որ ես ամեն ինչ անում եմ եւ ամեն ինչ պատրաստում եմ։ Հիմա ուղղակի ուզում եմ խոսել տոլմայի մեկնաբանությունների մասին, բլինչիկ փաթաթելու, կարդալ top կոմենտները, մի խոսքով այդպեսի պոզիտիվ տրամադրություն հաղորդեմ ձեզ։ Սիրելիներս, նախ Կյանք վիդեո եմ նկարում։ Նախ ասեմ, որ մեկնաբանությունները կարդալուց տրամադրությունս շատ բարձրացավ, չնայած իմ տրամադրությունը մի շատ բարձր է, եւ նշեմ, որ նոր տեսահոլովակս, Յայայի երգից տեսահոլովակը 5-6 օրում հավաքել է 1 միլիոն դիտում, դա շատ լավ արդյունք է։ Մեկնաբանությունները կարդալուց մի բան հասկացա, որ սիրելիներս, առաջինը մենք չենք լսում իրար ընդհանրապես, ուրեմն ես խոսում եմ մի բանի մասին, իսկ մեկնաբանությունները ընդհանրապես այլ բանի մասին են։ Ես այդպես հասկացա, որ մենք ընդհանրապես լսելու ընդունակություն չունենք։ Ուզում եմ, որ բոլորս աշխատենք այդ մի բանի վրա, որ սկսենք լսել իրար։ Երբ որ մարդը ինչ-որ տեսանյութ է նկարում, առաջինը լսենք, թե նա ինչ է ուզում ասել։ Հետո արդեն նայենք թե տեսանյութի մեջ ինչ է կատարում։ Երկրորդը, մենք ընդունակ չենք ընդունել մարդուն այնպեսին, ինչպեսին կա։ Մեկնաբանությունների մեծ մասը եւ այս մեկնաբանությունների եւ տեսահոլովակի մեկնաբանությունների մեծ մասը դրա մասին է։ Մենք չենք կարողանում ընդունել մարդուն այնպեսին, ինչպեսին կա։ Երբ որ մենք հասնենք նրան, որ մարդուն ընդունենք այնպեսին, ինչպեսին նա կա, կարծում եմ մեր մոտ շատ բան կփոխվի։ Ընդհանրապես ոչ միայն մեր ազգի մոտ, այլ նաեւ ամբողջ աշխարհում։ Լոլո, ինչ ա եղել։ Այ մաչկոս։ Ինչ ա եղել ասա։ Հա, եւ երրորդ ուզում եի ասել, որ ով է ասել, որ եթե ենթադրենք 90% կամ 99% մարդկության անում է մի բան, իսկ մի տոկոսը այլ բան, ուրեմն այն մի տոկոսի արածը սխալ է։ Ոչ, սիրելիներս, մի հատ որ լավ մտածեք, միգուցե հասկանաք, որ 99%-ի արածն է սխալ, ոչ թե 1%-ին։ Այդ 90% կամ 99% ընտրությունների չէ թե գնում։ Մի խոսքով, ուզում եի ասել, որ եթե ենթադրենք ես տոլման փաթաթում եմ շատ մեծ, իրենից, այնպես չի որ ես չգիտեմ, որ տոլման կարելի է նաև փոքր փաթաթել կամ տոլման պետք է փոքր փաթաթել։ Ուղղակի ինձ մեծ է դուր գալիս, ես այդպես եմ սիրում անել, ինչպես կոմենտների մեծ մասում էր գրված, որ մեծ եմ փաթաթում, որ միանգամից մի հատ ուտեմ կշանան, էլի համել դա մի քիչ sense բանում, այդպես խոդա էլի հասկացաք։ Մեծ փաթաթում եք միանգամից մի հատ ուտում կշտանում եմ, 50 հատ չեն վերցնում էլի, այդպես։ Այսօր իմ բլինչիկները